Պեպե թխուկ եմ պատրաստում, կատնաշոռով է, շատ բարձր սպիտակուցային, որը համ լավ հագեցնում է, համ էլ դե օգնում է նիհարելուն։ Ուրեմն այստեղ կատնաշոռ է, ձու, փխրեցուցիչ, հետո կատնաշոռ, ձու, փխրեցուցիչ, շաքարավազի փոխարեն ֆիտ-պարատ ու ձևավորել եմ խնձորով, որը նաև քաղցրությունը մի քիչ կապահովի։ 3 տեսակի խնձոր է, ինչպես տեսնում եք, տարբերվում է։ Սա գրենի է, այս 4 հատը թթուն է։ Թթու խնձոր է, մնացածը ամբողջը քաղցր է, վստահ եմ, որ շատ համեղ կլինի։ Հիմա թխեմ 180 աստիճանի տակ եմ թխելու, թխեմ տեսնենք ինչ է ստացվում։ Առաջին անգամ չի որ թխում եմ, էլի եմ թխել, բայց վաղուց ճիշտ ասած չեմ թխել։ Երևի մի 3 տարի կլինի։ Այսօր պատահական հիշել եմ, որ նման նախաճաշ ունեինք մենք ժամանակին, երբ որ ես ու Արամը նիհարում էինք միասին, ու ասեմ, որ բավականին օգնող տարբերակ էր։ Այս այդ նույն մեթոդով, այդ նույն սննդակարգով, այսպես ասած, էլի որոշել ենք մենք երկուսով, որ հավերժ նիհարողներ ենք, էլի որոշել ենք հետևել ու մի քիչ քաշ գցել։ Մի հատ տեսեք ինչ սիրուն է մեր պիրոգը ստացվել, թխուկ, այսպես ասած հայերեն ասենք, շատ սիրուն թխուկ ունենք։ Հիմա ուզում եմ կտրատել ու չափաբաժինների բաժանել, ամեն մեկիս համար նախաճաշը պետք է կշռի 150 գրամ։ Հիմա բաժանեմ, տեսնեմ քանի հատ է ստացվում, եթե օրինակ 3 օր նույնն ենք ուտելու, նույն նախաճաշը, եթե օրինակ 3 օրվա համար չհերիքի, հաջորդ օր նորից կթխեմ, վաղական մյուս օրը, երբ որ պակասի մի խոսքով։ Քանի որ յուղային մաս չկա գրեթե, մի քիչ բան է լինում, կպնում է կողքերը, բայց ոչինչ։ Մի հատ կտրենք։ Տակը բացարձակ կպած չի, զարմանալիորեն։ Ու ինչ լավ է ստացվել։ Մի հատ նայեք ինչ։ Տեսեք ինչ սիրուն է ստացվել, շատ սիրուն է, զգացվում է, էլի որ մեջը բրինձի ալյուր։ Ահա, իդեպ ես մոռացա ասեմ, կարծեմ չեմ ասել, որ ալյուրի փոխարեն, սովորական ալյուրի փոխարեն բրինձի ալյուր եմ լցրել։ Տեսեք ինչ սիրուն է։ Ընտիր, մի հատ հələ կշռեմ, տեսնեմ ես մի կտորը ինչ արժի։ Ինչքան է կշռում, ինչ արժի։ Այս մի կտորը մի նախաճաշի համար 156 գրամ։ Իդեալական։ Չէ, սրանք իշխաղում են, արդեն մի անգամ փորձեցին գոլ խփեն։ Արման է։ Մի կերպ ենք քայլում, փողոցները ահա որ նեղ ու չմաքրած։ Գնում ենք հաց ուտելու հայերի ռեստորանում, տեսնենք մեզ ինչ են։ Ռեստորան սպասի գնանք չնանք։ Դե անունը ռեստորան չի։ Ոտի վրա ասես մի հատ ուտենք ելնենք։ Չէ, ես հույս ունեմ, որ նորմալ խելքագլխին բան է։ Քաղաքի կենտրոնում է վերջապես։ Տուրնիրից ենք գալիս։ Որոշել էի, որ հենց օրվա սկզբից նկարեմ, բայց շատ խառը սկսվեց մեր առավոտը, չհասցրեցի։ Մենք երեկվանից ենք այստեղ, Մուրում քաղաքում ենք։ Երեխեքին բերել ենք տուրնիրի, անհաջող հանդիպումներից հետո մեր տրամադրությունը շատ ահավոր ընկավ, մենք սկսեցինք բոլորս լացել։ Հավատան էլի, որ իսկականից տխրել ենք։ Մի խոսքով լավ, հա՞։ Ենք, հա, որովհետև երեխեքը մեծ հաշվով լավ կրվել են տեղը-տեղին։ Բանը, հա, ուղղակի մենք հասկացանք, որ մեր երեխեքը սա իդեք տարիա բան է, ձևական տրեներ ունեն ընդ որպես ֆիգուր, ով իրանց համար ով երեխեքին ոչ մի բան չի սովորացել, դեժադաժեն ամենապրիմիտիվ բանը իրանք չգիտեին։ Տեխնիկական հարցերը։ Մի խոսքով դրա վրա աչք ենք փակում, այս մեր առաջին տուրնիրներ, այս մեր համար ավելի շատ փորձություն էր, ծանոթություն էր, որ երեխեքը հասկանան, ու մենք արդեն մենք այդ փուլը անցել ենք, մեր համար նորություն չի, մենք այդ ամբողջ Արտուրի հետ անցել ենք, բայց կոնկրետ երեխեքի համար սա նորություն էր, ու իրանք պետքա ծանոթանան, հասկանան իրանց ինչ է սպասվում, դրանպես տուրնիրների ժամանակ ինչի վրա պետքա ուշադրություն դարձնել եւ այլն։ Դրա համար չենք տխրում, վաղն էլ շարունակվելու, վաղն էլ ենք գալու։ Սենց հավես տեղա։ Հա, այս ամառային վերանդան է երևի։ Բայց քանի որ ցուրտ է, բնականաբար ամեն ինչ հավաքել են։ Շատ սիրուն ատմոսֆերա է, հավես ռեստորանը։ Նստեք նայեք մենք ինչ ամով բաներ ենք պատվիրում, բուրգերի կռիվ են անում։ Մեր երկար սպասված կոֆե թայմն է Շուշանի հետ, Պամելա է մաքրել,
Հա դե քոն ինչ կոֆե է, սովորական սև։ Չէ, սովորական սև չէ, այն բանի։ Այն կապուչինոն չի էլի, որ սարքում ես առավոտները։ Կոֆեն է, բայց առանց կաթի։ Հա, պարզա։ Ստեղ էլ դիետիկ բան ունենք, ընդեղենով աղանդեր։ Համովիկներ ունենք դիետիկ, այստեղ ինչ էր։ Դու սարքի չի։ Հա, բանան, կոկոսի քերուկ ու կակաո եմ խառնել, սենց գնդիկներ եմ սարքել, ու ընկույզով ուտում ենք շատ համով է։ Հիմա խնձոր չենք ուտելու, երեխեքը չուզեցին խնձոր։ Շացեցի, ամպոմել է։ Հա, լավ, մենք մի հատ կոֆե խմենք, հետո նոր արդեն երեխեքի համար ու համել հոմ տուր կանեմ մի հատ։ Տեսնեք ինչ սիրուն տունիկում ենք ապրելու այս երկու օրը։ Ոյ սարելա կոֆես։ Լոգարանում ենքան խնամքով ամեն ինչ մտածված է, նույնիսկ մեկ անգամի օգտագործման ատամի չոտկեր են, խոզանակներ են դրել ու ատամի բաներով, մածուկներով, այսպես տուփի մեջ, մեկ անգամի օգտագործման խոզանակը իր մածուկով։ Պահարանի մեջ էստեղ էլի մեկ անգամի օգտագործման ձեռնոցներ, փայտիկներ, բամբակե դիսկեր կան, հիգիենայի պարագաներ, տիլիքը տարբեր եւ այլն, այսպեսի սրանից բնականաբար մենք չենք օգտվում, որովհետեւ այդ շորերը մեզ պետք չեն եկել։ Լվացքի մեքենա կա, որտեղ հասցրել ենք արդեն երեխեքի շորերը, ֆորմաները, լվանանք լիքը սրբիչներ, սրանք մենք օգտագործել ենք երեք, այստեղ մաքուրները մնացածը մաքուր են ու լոգարաններ շատ մաքուր է, այսպես ակուրատնի, մի խոսքով շամպունով, լոգանքի գելով, մանկական շամպունով նույնիսկ բանել ունեն, այստեղ լողանալու համար գուկաներ կան, բայց մենք չենք, չնայած ինքը նոր է, բայց մենք ամեն դեպքում չենք օգտագործել, ես իմ համար բերել եմ, այդպես մի խոսքով մալաջեց, ֆեն կա նույնիսկ Միակ բանը, որ չենք գտել, լվացքի փոշիներ, դրա համար սոդայով ենք լվացել երեխեքի շորերը, ու ամեն շատ սիրուն, ակուրատնի, գունավոր էստեղ նույնիսկ կասեի, չնայած ամբողջ տոնն է գունավոր, հիմա դուրս գանք մնացածն է ցույց կտամ, ես իմ հիգիենայի պարագաներն եմ բերել, սա իմ լվացվելու գելն է, դեմքս բուժելու ընթացքում, արդեն ամիս ու կես, միայն այս գելով եմ լվացվում, օրը 2 անգամ, առավոտ իրիկուն ու խոնավեցնող կրեմ եմ կսում ու մի հատ նաև բան SPF արևապաշտպան, հիմա դա էլ ցույց կտամ ինչ կրեմ ու ինչ արևապաշտպան եմ օգտագործում։ Այս գելից մի անգամ եմ օգտագործել էլի դերմատոլոգի նշանակմամբ, բայց ինքը փորձում էր մենակ այս նմանատիպ գելով հարցը լուծել, դեմքիս խնդիրը լուծել, իսկ ես բժիշկում հետ հիմա աշխատում եմ, ինքը Հայաստանից է, հայ է ու on-line ենք աշխատում իր հետ, ինքը նշանակումները on-line է անում, ես անալիզները on-line եմ ուղարկում իրեն, մի խոսքով իրար չենք տեսել, բայց շատ եմ վստահում, որովհետև նախ ինքը 100 չէ, 500% վստահեցնում եմ, որ խնդիրը հաստատ կլուծվի ու երկրորդը, չգիտեմ, մի տեսակ վստահում եմ, ներքին զգացողությունը ինչ է չեմ կարող ասել, ինքը նմանատիպ լավ խնամքից բացի նշանակել է նաև դեղեր բնականաբար, մի 10 ամիս խմելու եմ դեռ։ Լավ, հիմա լվացվեմ դուրս գամ ու հետո մնացած արդեն ցույց կտամ։ Մեր մոտ էստեղ վերջին առավոտն է։ Կոֆե եմ դրել իմ համար, Շուշանը իր համար։ Շուշանի կոֆեն էլիտի կոֆե է։ Սենց նախաճաշ, одноразовый բաժակով, սենց նախաճաշ ենք անում, վիչինա պանիր է Շուշանը սարքել լավաշի մեջ, ծրարներ է ու կաթնաշոր պանիր։ Մի հատ վիչինա է, պանիրով վիչինա, մի հատ է պանիրով կաթնաշոր։ Երեխեքը կաթնաշոր, այսինքն երեխեքը չէ, մենակ մարկին դուր եկավ։ Երեք էլ ենք երեք, հիմա էլ մնացածը այսօր ենք ուտում, որ վերջացնենք։ Արմանչիկը կուտի ուրիշ բան, բայց չգիտեմ ինչ։ Ինչ-որ բան։ Ինչ-որ բան։ Մենք էլ էսա մեր կոֆեն մի հատ խմենք, արագ հավաքվենք ու դուրս գանք։ Պետք է այս ամբողջը կարգի բերենք, այստեղ հավաքենք։ Սենյակները ցույց չեմ տալիս, ինչ վիճակը։ Հա, նոր ենք արթնացել, բայց սենց չենք թողելու, գնանք ամեն ինչ հավաքելու ենք, որովհետև տունը շատ լավ տուն էր, մաքուր էր։ Հա, մեզ տվել են իդեալական վիճակում։ Մաքուր տուն, հենց որ պետք է սաղ կարգի բերենք, նոր դուրս գանք։ Էլիտան մենակ կոֆեով չի վերջանում։ Շոկոլադն էլ էլիտն։ Էլիտն ունենք մի հատ էլիտնի, բայց պրծավ։ Էլիտն է, լավ։ Խույն, կոֆեսին տեղ տանելու պլիտ բան է, կոնֆետ է։ Նրա մի պաչկան մի հատ սրա բան է արժի։ Այստեղ մենք արդեն 2 օր
3 դաժե կարելի ասել եկած օրն էլ հետը կոֆե ենք եփել ու ոչ մի անգամ չենք թափել զգացել ես Մեր տուններն էլ հազամակրած գազի վրա հա այնով էր ասում կեղտոտա մեր տունը թափածա սա վերջացրել ենք հավաքել ենք սիրունացրել ենք թողում ենք նենց ոնց որ կա Այստեղ խոհանոցն ու զալը իրար հետ է, հավեսով փոքրիկ ու գալոկա դարձել։ Այս մուտքն է, երեխեքը պատրաստվում են դուրս գան արդեն, անցի շուր։ Հա։ Հա։ Մենք Ես պատրաստ չեմ այդքան։ մենք տուրնիրից հետո մի անգամից գնալու ենք։ Հա, այս մեր ննջարաններ անկողինը չենք հավաքել, ուղղակի այդպես ծածկել եմ, բակրվալով չեմ ծածկել, փակել, որովհետև դե սպիտակեղենը պետքա փոխվի։ Այս դիվանը բացվում էր, մեծ մահճակալ էր դառնում։ Դորա կփակենք, հեռուստացույց կար, որից ընդհանրապես չենք օգտվել, կարելի ասել։ Այս Շուշանենց ննջարաններ, բոլորը նույն գույների մեջ տարբեր երանգներով։ Էլի նույնը։ Մահճակալ ու մի հատ փոքրիկ դիվան։ Չնայած այստեղ դիվանը փոքրիկ չի, ահագին մեծ է, մարկը առանց բացելու է քնել։ Վերջ, երկու կողմից հայլիներով տպավորությունն է, որ դուռը բաց է, հենց հայլիի մոտ են կանգնում։ Շատ գոհ ենք, ամեն ինչ շատ լավ անցավ, ոչ մի բան չենք մոռացել։ Չկա ոչ մի բան։ Վերջ, դուրս եկանք։ Այս սրանք մեր իրերն են։ Վերջ, հա շուշ։ Stop baby, ուր ես գնում առածել։ Всё, նստեցինք։ Երեխեք արդեն տեղավորվել են։ Մնացինք, ուզում եմ այստեղ կմնա։ Հայք մի հատ բացի էլի։ Երեխեք հենց ձեր ռյուկզակները հանեք գցեք ստեղ, որ մենք էլ տեղ ունենանք նստելու։ Երեխեք, ձեր ռյուկզակները։ Իսկ որ դու միս կինորը։ Ես ծաղիկ եմ գողացել ընդեղից։ Ոչ ոք ինչ ասել։ Զով եմ ցուրտը չի տանի բագաժնիկի մեջ։ Հա, լսի։ Այս ծաղիկը ցուրտը կտանի, լավ կդնեմ ես ասումկայի մեջ։ Կփաթաթենք։ Հա, լսի։ Այ, ես այդ ծաղն անգամ տարբեր տեղերից գողացել եմ, բայց ոչ միտեղ չի աճել։ Համել ասում են գողացած ծաղիկը լավ է աճում։ Հա, շներին գերի էինք ընկել, 3 հոտ մեջ շում, մեքենայից չեն կարող որիշնեինք։ Ստեղից ծնունդը շարունակվում։ Այկանք մենք Մանեշ, ռազիվալկայում հիմա արմանչիկը կհանվի, անցի արմանչիկ, առաջին թիմը արդեն մտել է, Մարկը շուտ Հայկի ու Շուշանի հետ իջավ վազելով եկան, մենք ուշանում էինք, որ հասցնեն երեխեքը, ես արմանչիկը մնացին գերի, Մոզերը բիզ-բիզոյում տղու լողոցելա քնելա, մենք չենք կարող միշնեինք մեքենայից, լսի ես բագաժնիկից ուզում էի արմանչիկի ռյուկզակը հանեի, մի հատ այսքան մեջ շում, սենց սրածականներով ուշադիր մեր վրա է նայում, ու հետևս էլ նայում երկու հատ, մամա, հələ նա ինչ շներ են, բայց նրանք էլ, մեկը մի քիչ փուչուր էր, բայց այն մեկը մեծ էր, մեզ գցել ենք մեքենան, իմի բագաժնիկը չի փակում, դրանք հետևից մեզ են նայում, ասում եմ, սա գցեն իրաց բագաժնիկի մեջ, կթռնեն բագաժնիկով։ Անկոպտեղը հետս քաշտվի բերի։ Մեքենայի մեջ էիր թողել դու երեք, հա։ Դե լավ կարաս կախես։ Սկսեց խաղը։ Հա։ Всё, ուրեմն հանվենք ու ռեստիվալկանները շատ լավ վիճակում է, մոնեժ ունեն, տոկ-տոկ պարապում են երեխեքը, ինքը փոքր քաղաք է Կավրովը, Մուրոմը, Վլադիմիրի նման չի, Վլադիմիրը ոնց որ մարզ կենտրոնն է ու ինքը այս մարզի Վլադիմիրսկայա օբլաստի քաղաքներից մեկն է։ Հին, փոքր, բայց հնարավորությունները կոնկրետ ֆուտբոլիստների համար շատ է։ Շատ ուժեղ են երեխեքը, մերոնք են որ մենակ կրվում են, խայտարակ պարտություն։ Մեծ հաշվով, ճիշտ է այդ մեր առաջին տուրնիրն է, մենք մինչև այս տուրնիր չենք գնացել, իսկ իրենք փորձը ունեն։ Հանի մայք անցավ տանեմ։ Արագացու գիտրիներն է հակի։ Հա։ Հա։ Բախի արագ եթե մեքենա չի։ Որ 7 ժամ ստեղ չսպասենք։ Հեսա գալու են լցվեն։ Օգնեմ կարաս հակնես մենակ։ Դե հակի։ Արմանչիկի ծննդի տուփն եմ պատրաստում, պլանշետ ենք վերցրել իր համար։ Հիմա ուզում ենք վրան դցնենք կոնֆետներ, որ ինքը սկզբում կոնֆետները տեսնի, հետո նոր պլանշետը։ Հələ լսի, մամ, հիշում ես, որ Զալատոյի Յաբլոկայից բան էի պատվիրել, այն թղթերը պահել էիր, ասիր պետք կգա։ Ուր է էդի։ Կարող ես են շատ լինի, վրայից էլ դնենք իրա սիրած
կոնֆետները։ Այսի կտարի։ Էդի Տրեների։ էլի բաունջի կարանք թվիքսը տանք։ Կարող ենք բաունջի ասիլում։ Իսին դեու բանջի ուզում։ Հա, նա ուրեմն էդի կտանք։ Պատրաստ մեծ է իսա։ Մի հատ էս կոնֆետը հələ կբացած տենանք մեջի ինչ աման։ Արմանչիկը սենց կոնֆետներով բոքսի համար շատ է ուրախանում ու ինքը բաղմա հա, կարծացել եմ վրա ու ինքը որ շատ խնամքով է ուտում հա, բան է մեջը առաջ անգամ էի այս կոնֆետից առնում ջեմով Так, ասա, թուղթերնց է բնավոր սիրուն թուղթեր էին մեկ էլ քանի որ կոշկակարը երբեք կոշիկ չի ունենում մեր տանը տորտ չկա որովհետև մեր պլանները էդ է լավ լի մեր պլանները մի քիչ ուրիշ էր մենք որոշել էինք որ կգնանք Իվանովո տուրնիրին կմասնակցենք այնտեղ Արմանչիկ ուղակի լավ ժամանակ կանցկացնի իր ընկերների հետ ու կգանք հաջորդ շաբաթ կնշենք իր ծնունդը արդեն ստեղ մեր հարազատների հետ բայց քանի որ պլանները փոխվեցին ու հարազատները որոշեցին մեր հետ գալ Իվանովո մտածեցինք որ տենց լավ ուրեմն տորտ չենք ունենա բայց այս տորտը սիրահարների Արմանչիկի ծնունդը քանի որ Վալենտինի օրն է տորտը սիրահարների համար ոնց որ լինի դրա համար ես այս դետալները կհանեմ ուստեղ կդնեմ մամ կբացես թվիքսից կդնեմ թվիքս ինքը հենց տես տորտ էր ուզում ինքը շոկոլադնի տորտ էր ուզում որը ձևավորված լիներ կոնֆետներով սենց է մեծ է մի վայր ահա դարձավ սենց տորտ ամոթ էլա մենք երբեք սենց տորտ չենք ունեցել մեր առիթներին Ոչ լավ է մի անգամ պիտի ունենանք թե չէ բայց չէ ես իր համար անպայման կթխեմ շաբաթ որովհետև ես խոստացել եմ ինքը ուղղակի երազում է նման տորտ ունենալու մասին կոնֆետներով մեծ ու շոկոլադնի Так, ստեղ ինչ մնաց։ Հա, էսի կգնա տրեներին կտանք, բայց էլի հետը ինչ որ մի բան կառնենք։ Մերսի կամ տենց ինչ որ մի բան։ Հիշում էի որ պետքա տրեների համար էլ առնենք, բայց մտքիցս թռավ։ Էս իրա մոմերն են։ 9 հատ էլ սրանցից սենց խառը կդնենք։ Տորտը հիմիկվա համար է։ Դուփը փակում ենք։ Փուչիկներ ենք առել։ Հիմա դա էլ կվերենք հյուրասենյակ։ Իսկ թիմակիցների համար առել ենք բաունցի ու ամեն մեկի մի հատ բաունցի, մի հատ էլ այսպիսի սոկ հյութ։ Ես էլ ինքը վաղը ռազդիվալկայում կբաժանի ընկերներին։ Ահա, մեր տորտը սենց ստացվեց 9 ու 9 հատ մոմ։ Վերջ։ Կոտրազնել է լավ կոտրել Հա, սրանք ես բան արեցի, Պատրայամ դվոյ է Կարզին կայդե հատուկ դες դասավորեցի, որ հավասար լինի, գոնե սիրուն լինի։ Լավ, հիմա Աննային քել կգան։ Պահի մերը Սրանք, հա, պետք կգան։ Ֆռֆռում է։ Ահա, սենց ստացվեց մեր փուչիկները, Մատրոսկինը վերջնա, պատվավոր չուրա Մատրոսկինը։ 9 ֆռում է ընդհատ, ոնց էլ անում եմ։ Չթեքվես, ոյ, չթեքվես, ահա, այսինչ սիրուն է, հավես է շատ եղել, ահա, ես էլ իմ տղայի նվերը իրա կոնֆետներով ու տորթը, ստեղ կկանգնենք, կանչենք իրան, ինչ է տոքրիկը, ուրող, ոնց որ բարևի, զաշգալ կա պետք է ճարել, հա, Արամը որ չի ծխում, Զաշգալկայի դիֆիցիտ է մեր տանը։ Գալիս է Արմանչիկը։ Так, սպասի մամ, մի վարքյան։ Արի մամ, աշկերը փակ։ Արի Արման։ Մամ հանի։ Մատրոսկինը քեզ բարևում Արման։ Հիմա էս է։
տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, տարեդարձն է մեր Արմանի, տարեդարձ է այսօր։ Փչի։ Երազանք պահեցիր, բայց գոնե։ Հաստատ։ Հաստատ հասցրեցիր երազանք պահես, այնքան արագ եղավ։ Մարդ դու չես ուզում փչես։ Մի հատ էլ արա Մարիտիկը։ Ոյ, խի։ Դժվար է վառելը։ Փչի դեմաշ։ О, молодец. Ահա, բրավո։ Հիմա նվերը բացելու արարողությունը։ Բացի։ Все конфеты мои. Զգուշ։ Էդ ի՞նչ է։ Շնորհավոր։ Սպասում էիր Արմանչիկ։ Սպասում էիր որ պլանշետա լինելու։ Լուրջ։ Ոնց էիր սպասում, քեզ ով ասել որ պլանշետա լինելու։ Ես եմ մտածում։ Հա, լուրջ։ Բանը, ինքը ամեն օր հենց ես գալիս Խելոցի տղա։ Շնորհավոր ծնունդը։ Իմ գոնձ, իմ սիրուն։ Առողջ լինես, լավ սովորես, լավ ֆուտբոլիստ դառնաս, ու պլանշետը խաղալու մենակ խաղալու համար չի։ Լսեցի։ Պրես։ Դե բացի լավ։ Սարի պաչեմ, շնորհավոր ծնունդդ։ Խրոշքս, 9 տարեկան ես արդեն Արման։ Ոնց մեծացար այդ։ Տաշ։ Քեզ ուրս ասում է ինչ կուզես քո ծնունդին տամ, ասում է նվեր առնեմ թե փող տամ, ասում է փող, ասում է ինչքան, Արմանչիկ ասում է 500 ռուբլի, ասում է 500, քեզ այդքան ուզում, ասում է բահու չեմ ասի 5000։ Մոտոտ բահուչի մասի 5000։ Իմն էլ մամայիդ քարտի մեջ է կյանքս։ Կուզես նալիշնի տար դա, հենց հիմա նալիշնի սարքել։ Հան, որ երևա էլի, որ մեջը կա։ Չմտածես դատարկ ծրարա։ Արման, ես էլ իմ կողմից կյանքս նայի։ Լավ է։ Գոհես։ Գույնը դուրը տեկա։ Գույնը դուրը տեկա։ Որ մի քիչ կանաչավունը լավ կլներ։ Կանաչավունը ո՞րն է։ 1000 ռուբլի է։ Չէ։ Հա, դոլար։ Այս ամենաշատը երևի տատիկն է ուրախ սրա համար։ Տատիկից հեռախոս չես ուր։ Մարիտիկը ժամի 11-ին գործ զանգում է։ Տատատի ես արդեն ազատ։ Ուրախ ես։ Մարիտիկ ես քնում եմ։ Հա։ С днем рождения, с днем рождения, с днем рождения тебя. Սիրելիներս այս շաբաթվա հանգստյան օրերն էլ Իվանովո քաղաքում են անցնում, էլի եկել ենք տուրնիրի Արմանչիկի հետ ու այնպես ստացվեց, որ Արմանչիկի ծննդյան օրը համընկավ տուրնիրի հետ, այդ երկրորդ օրվա հետ։ Այսօր հենց Արմանչիկի ծննդյան օրն է, մի խոսքով այստեղ էլի գիշերակացով բնակարան ենք վարձել ու այսօր այստեղ ենք անցկացնելու, վաղը արդեն վերջին խաղն է, կխաղան ու կգնանք։ Ուրեմն մի հատ ուզում եմ արագ ցույց տամ ինչ բնակարանում ենք այսօր գիշերելու, բավականին մեծ ու շատ հարմար խոհանոց ունեն, չնայած մենք այստեղ այսօր բացարձակապես ոչ մի բան չենք արել, որովհետև խաղից հետո գնացել ենք ռեստորան, այնտեղ նշել ենք Արմանչիկի ծնունդը, մենակ երեխեքի համար իրիկվա այդպես թեթև բաներ ենք պատվիրել, իրենք կերան, այդպես։ Հա, ես մենակ այստեղ սուրճ եմ խմել, որովհետև իմ հետ նույնիսկ սուրճ էի բերել, որովհետև առանց սուրճի ես չեմ կարող։ Մի խոսքով սա խոհանոցն է, էլի բանի այն մյուս բնակարանի նման այդպես մուգ գույներով, բայց ուրիշ երանգների մեջ էլի շատ մաքուր բնակարան է, 2 սենյականոց, սանհանգույցը, այստեղ առանձին է սանհանգույցը։
ի տարբերություն այն մյուս բնակարանի հետ։ Սա լոգարանն է, էլի մաքուր է, բայց այստեղ էլի մաքուր է, բայց այստեղ լիքը մանրուքներ հաշվի չէին առնվել, ոնց որ օրինակ նախորդ բնակարանում էր, չնայած էլ եմ ասում, մենք դրա կարիքը չենք զգացել, ես իմ հետ ամեն ինչ վերցնում եմ, բայց ամեն դեպքում հաճելի է, երբ որ բնակարանի տերը նման բաները հաշվի է առնում։ Սա միջանցքն է, այստեղ դրսի դուռը։ Պահարանները բավականին շատ հարմար։ Չնայած մենք մեր իրերը չենք սումկաների բայուսակների մեջից չենք հանել, բայց ամեն դեպքում սա մեր ննջարանն է, որտեղ մենք ենք քնելու, Արմանչիկը որոշել է այստեղ մեր հետ քնի, այստեղ հա Արման փոշմանեցիր։ Զալում ես քնում։ Հա։ Արմանչիկի նվերն է ի դեպ, որից ինքը շատ գոհ է։ Իմ զայրադշնիկով եք չէ՞ միացել։ Իսկ ով ասել որ կարելի է։ Իմ զարադշնիկը ստերջի։ Ես ինչ եմ անում, դու վերցել ես քո զարադշնիկը։ Հանի չի կարելի իմ զարադշնիկով դնել։ 20%։ Այս տոպրակը վերցեք երեխեք մի հատ։ Մամա։ Հա, ոչինչ, անջատի գնում ենք քնենք։ Բավականին մեծ բալկոն ունենք այստեղ։ Ու լավ ցուրտ, երկար այնտեղ բանից դուրս է գալիս հյուրասենյակից լենտան մոտիկ մեզ։ Չնայած դա մեզ առանձնապես պետք չի, բայց ամեն դեպքում։ Տոնածառը ի դեպ դեռ չեն հավաքել։ Հա, լավ, դիր։ Ու հյուրասենյակը, այստեղ էլի առանձնապես բան չկա, տոնածառը էլի դրված, հեռուստացույց ունենք, 2 հատ դիվան ունենք, բազմոց, բաց վիճակում, սա այն վաղվա շորերն եմ ես դրել, այստեղ Մաշը կքնի, հիմա կարգի կբերենք, անկողինը կփռենք, կարտեր ենք խաղացել միասին երեխեքի հետ, մի խոսքով, հիմա մի հատ այստեղ կարգի բերենք, անկողինը պատրաստենք ու երեխեքը պարկեն քնելու արդեն։ Այստեղ Արմանչիկի ֆուտբոլային ռյուկզակի մեջ բաներ թափել, լվացել եմ ու դրել եմ բառի վրա։ Միջև առավոտ կչորանա։ Վերջ ես քանը մաքուր սիրուն հավես կոկիկ տուն։ Առավոտ շուտ կգնանք։ Արմանին ձեր մի քիչ տուրել է ջուր։ Наконец-то с победой! Да. Особенно во втором тайме вообще молодцы. Папы, наверное, так. Да. Вечером. С победой! Сегодня супер игра была. Лучшим игроком. Лучший игрок или вратарь? Лучший игрок. Лучший игрок, молодец. Тимофей, молодец, поздравляю. Спасибо. Покажи, пожалуйста. Умничка, молодец. Ой. Родители тоже все молодые. Չիկներջան Իվանովոյում մեր առաքելությունը ավարտվեց, երեխեքը 7-րդ տեղը գրավեցին, 12 թիմից 7-րդ տեղը, վերջին խաղը հաղթեցին 1-0 հաշվով, գրավեցին 7-րդ տեղը, մնացածն ճանապարհեցինք իրենց տներով, մենք մնացինք ու քանի որ Արմանչիկի ծնունդը երեք մի քիչ ուրիշ ձև ընթացավ, ընթացքը մի քիչ ուրիշ ձև գնաց, այնպես չէր ոնց որ պլանավորել էինք էլի, որովհետև մենք ուզում էինք որ երեխեքին բերեինք մանկական պլաշատկա խաղալու ու հետո նոր գնայինք հաց ուտելու, բայց քանի որ հյուրերը որոշել էին որ չեն մնալու, տուն չէին վարձել իրենք այստեղ, այդպես որոշեցինք որ սկզբում գնանք հաց ուտենք, հետո եթե հարմար լինի, արդեն ժամանակ լինի, նոր կգանք պլաշատկա ու այդպես էլ չեկանք։ Փոխարենը այսօր եկանք, այսօր բերեցինք մենակ Մաշին ու Արմանչիկին, Արմանին ասել էինք խոստացել էինք երեք, եթե ինքը այսօր լավ խաղա, անպայման կգան ու այստեղ կխաղան։ Լավ ժամանակ են անցկացրել, ես ու Արամն էլ մի քիչ խանութներով ենք մանեկել, Արտուրի համար մտել եմ մի հատ long sleeve եմ առել ու այդպես գնացինք հաց կերանք, հիմա արդեն եկել եմ մեր իրերը վերցնեմ ու գնանք, հիմա արդեն եկել եմ մեր իրերը այստեղից վերցնեմ ու գնանք տուն։ Թողել էինք այստեղ, որ ուտելիքի հոտերը չկպնի, այնտեղ հարմար չի էլի, բացօթյա է այդ ամեն ինչը։
ֆուդ կորտերում հարմար չի կուրտկաները կախել։ Վերջ, դուրս եկա, իրերը հավաքեցի, այս երեխեքի կուրտկաները կտամ ու կթեթևանամ։ Ու վերջի երևի 2 ժամից կհասնենք տուն, հույս ունեմ։ Հոգնած ենք, մեջքս ցավում է, այս դանդաղ քայլելուց մեջքս ահավոր ցավում է։ Ես պետք է կամ արագ քայլեմ, կամ նստեմ։ Մեզ մոտ այս շաբաթ Մասլինիցան է, ովքեր որ Ռուսաստանում են ապրում կամ հետաքրքրված են ռուսական մշակույթով, իրենք գիտեն, որ դա ռուսների համար շատ կարևոր տոն է ու ոչ միայն դա։ Եվ մենք այսօր անմասն չենք մնում, պատրաստում ենք Մասլինիցայի ավանդական հյուրասիրություններից մեկը նրբաբլիթները, որովհետև վաղը Արմանենց դպրոցում լինելու է յարմարկա, տոնավաճառ է լինելու ու Արմանենք իրենց դասարանով նույնպես մասնակցում են դրան, իրենք պատրաստելու են ու վաճառելու են այն ամեն ինչ, ինչ որ կապված է Մասլինիցայի հետ ու ընդհանրապես ռուսական խոհանոցի ու մշակույթի հետ։ Դրան երեխաների հետ միասին մասնակցելու են նաև տատիկները կամ մայրիկները, քանի որ ես զբաղված եմ, մեր ընտանիքից կգնա տատիկը։ Ես սովորաբար նման դեպքերում չեմ կարողանում միանալ երեխաներին, որովհետև իմ աշխատանքը դա ինձ թույլ չի տալիս։ Այն քիչ հնարավոր դեպքերը, որ ես կարող եմ բացակայել, թույլտվություն վերցնել, ես դա թողում եմ շատ շտապ դեպքերի համար, Արտուրի համար կամ չգիտեմ, այնտեղ հիվանդանոց է եւ այլն նման դեպքերում եմ օգտվում այդ հնարավորությունից, իսկ Արմանչիկի դպրոցի հետ կապված այդպես ժամանց կամ չգիտեմ ինչ որ օգնել եւ այլն կամ տատիկն է գնում կամ ես ուղղակի այսպես եմ իմ օգնությունը ցուցաբերում, այսինքն ինչ որ բան եմ թխում ուղարկում կամ չգիտեմ, ինչ որ բան ենք պատրաստում, մի խոսքով, ով ինչպես կարողանում է, այնպես էլ օգնում է։ Սա իմ հնարավորությունն է, ես այսպես եմ կարողանում ու մանկապարտեզում եմ այդպես օգնել։ Պատրաստելու ենք 3 տեսակի նրբաբլիթ տոնավաճառին ներկայացնելու համար, 3-ն էլ ես ինքս եմ պատրաստելու, ուրեմն մի հատ սովորականը կունենանք, մի հատի մեջ կլցնեմ մանրացած սամիտ, ինքը շատ գեղեցիկ է ստացվում, մեկն էլ կլինի շոկոլադով։ Մի քիչ ավելի քաղցր։ Քանի որ սամիթովն ու սովորական դասական նրբաբլիթը նույն խմորն է, մի քանի հատ հիմա կանեմ ու վերջում կավելացնեմ սամիթ, մի քանի հատ էլ սամիթովը կանեմ։ Իսկ շոկոլադե նրբաբլիթի համար արդեն առանձին կպատրաստեմ խմորը։ Մանրամասն չեմ ներկայացնում խմորի պատրաստման եղանակը, որովհետև առանձին նկարել եմ ու ցույց եմ տալու։ Գուցե սրանից հետո տեղադրեմ, չգիտեմ, բայց անպայման ալիքում լինելու եմ։ Վերջ, մեր խմորը համարյա պատրաստ է։ Հիմա ձիթայուղն էլ լցնեմ։ Մի քիչ հաստ եմ անելու, որովհետև նաչինկա չի լինելու։ Երեխեք ուղղակի այդպես ուտելու են։ Այսօր մի քանի ծնող գնացել են ու այնտեղ սեղան արդեն նախապատրաստել են, սամավարն են դրել, ամենակարևորը բուբլիկներ են շարել, կոմպոտ, անձեռոցիկներ, բաժակ եւ այլն, գներն են գրել պատրաստել, թե ինչը ինչ արժի, մնացածը արդեն վաղը ծնողները կանեն, ովքեր որ ներկա են լինելու։ Յոթ հատ այսպիսի շերտեր են պատրաստել, առանց կանաչի, այսինքն սովորական դասական շերտերն են։ Հիմա այստեղ պատրաստվում է օյդանակը սուրա վառվեց։ Հիմա այստեղ պատրաստվում է կանաչիովը։ Անկա խոսքով շատ կարմրեց։ Խմորս այսպիսի տեսք ունի, նայեք, սամիթ եմ կտրատել մեջը մանր։ Հակառակ կողմից շատ գեղեցիկ է լինում սպիտակ կողմից։ Տեսեք ինչ հավես է։ Քանի որ առանց նաչինկայի է լինելու, շատ բարակ չեմ անում, ուզում եմ մի քիչ հաստ լինի, որ համ հագեցնող լինի, համ էլ գեղեցիկ լինի ծալելուց։ Նույն բաղադրատոմսով պատրաստել եմ շոկոլադե խմորը, այստեղ ուղղակի 1 ճաշի գթալ պակաս ալյուր եմ լցրել, փոխարենը ավելացրել եմ 1 ճաշի գթալ կակաո, այսպես ստացել եմ շոկոլադե խմոր։ Ու նաև այստեղ շաքարավազն եմ մի քիչ շատ լցրել, որպեսզի ավելի քաղցր ու համեղ ստացվի։ Սա արդեն որպես դեսերտ է ստացվում։
Մեր նրբաբլիթներն արդեն պատրաստ են, այստեղ դասական շերտեր են սամիթով ու շոկոլադի, շատ համեղ է ստացվել դեպ շոկոլադի նրբաբլիթը, ես առաջին անգամ էի ուտում, ոչ մի անգամ չեմ փորձել, խնձորի ջեմով вообще իդեալական էր։ Մի խոսքով, այսպես պերգամենտի վրա եմ, տակինը ճիշտ է սովորական սկուտեղ է, բայց պերգամենտի վրա եմ դասավորել, որ մի քիչ ավելի էսթետիկ լինի, սկզբում որոշեցի այսպիսի պավարոտնի ստոլիկի վրա դնեմ, բայց հետո մտածեցի ապակի է կարող է այնտեղ ջարդեն ափսոսա, դրա համար որոշեցի այսպես պլաստմասե սկուտեղի վրա, համ գեղեցիկ է, համ էսթետիկ է, համ էլ անվտանգ։